Բանսի պայմանագրից հասկսենք, պարոն Սիմոնյան, ինչ ճակատագիր է սպասվում, արդյոք այս գործընթացի հիմա կարելի ասել տորպեդա հարված է, եթե հաշվի առնենք նախ Ադրբեջանի հռետորաբանությունը, պահանջները նորանոր եւ նաեւ մեղադրանքները, որ իբր հրադադարը խախտում է Հայաստանը։ Արդյոք փակուղի է։ Չեմ կարծում, որ փակուղի է եւ չեմ կարծում, որ ձեր գնահատականները ճիշտ են, երևի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը ստորագրելու եւ այդ տրամաբանության մեջ առաջ շարժվելու երևի դրա հետ է պայմանավորված, բայց կարծում եմ, որ այդ կրակոցները, որոնք որ դուք մատնանշում եք, որ իրանց մամուլում տեղ գտած կար, դրանք առանձին հետաքննության առիթ են եւ կարող են առանձին հետաքննության առիթ հանդիսանալ երկկողմ եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի թե հրապարակումների հետ կապված, թե հետագայում հնարավոր հրապարակումների հետ կապված որևիցե մեխանիզմ ունի, որ հնարավոր լինի շատ իրյա, հնարավոր լինի նման բաներից խուսափել, բայց չէ, չեմ համարում։ Իսկ ինչու էր անակնկալ Բաքվի համար, որ Հայաստանը ինչ։ Տեսեք, ես նույնիսկ այդ տպավորությունը ունեմ անցյալի հետ կապված, որ եղել է հայկական մարտավարությունը նենց է եղել, որ ադրբեջանական կողմի մոտ նույնիսկ տպավորություն է եղել, որ իրենք կարող են ի սկզբանե ինչ-որ բանի համաձայնվեն, իմանալով, որ հայերը մեկը չեն համաձայնվել։ Նույնիսկ իրանց համար ոչ օգտակար, որոնց հետ իրանք համաձայն չեն, բայց իրանք իմանալով, որ մեկը հայկական կողմը չի համաձայնվելու, միջազգային այլ կառույցների, մասնակիցների մոտ այդ տպավորությունը անելու համար, տենց մարտը գործելավոճ է, դա իմ անձնական տպավորությունն է եղել եւ նպատակը այս պայմանագրի քննարկման մեջ եղել է ինչ-որ արդյունքի հասնելու, այլ ոչ թե խոսակցությունը հավերժ շարունակելու եւ ենթադրում եմ, որ այդ երկար այս կողմ այն կողմ տանելը այդպես տպավորություն է թողել եւ հետագայում այդ արձագանքը միակողմանի հայտարարությունը, որ արդեն համաձայնեցված է պայմանագիրը, իմ մոտ այդ տպավորությունը։ Պարոն Սիմոնյան, ընդդիմությունն ասում է, որ սա միակողմանի զիջումների մասին է, կապիտուլյացիոն փաստաթուղթ է, ո՞նց կմեկնաբանեք սա։ Դե բայց ընդդիմությունը երկու բան կա ասելու, առաջին հերթին ընդդիմությունը այդ տեքստը տեսել է, որ այդպես բան է ասում։ Երկրորդ հերթին ո՞նց կարող է միակողմանի լինի, եթե բոլոր դրույթները վերաբերում է երկու կողմին։ Դրա տրամաբանությունը թող իրանցից որևիցե մեկը բացատրի, մենք էլ քննարկենք, հասկանանք, թե ինչն է դրա միակողմանի զիջում։ Եթե գրած է երկուսի համար, չգիտեմ, դա աբսուրդ է ու անլուրջ է։ Այդ բոլոր մարդիկ, ովքեր նման հայտարարություններ են անում, թող գան իմ դեմը կանգնեն կամ ամբիոնից ելույթ ունենան, փորձեն այդ իրենց ասածը որևիցե ձևով։ Պարոն Սիմոնյան, որ տեքստը չեմ տեսել, բայց գիտեմ գործող իշխանության իրենք ասում են տեքստը դեռ չի հրապարակվել, բայց ծանոթ են գործող իշխանության այսպես ասած ձեռագրին, իսկ դա կապիտուլյացիաների մասին է։ Պատիվ ունեմ Դաշնակցության հայտարարել նաև մասին։ Դե առաջի ամենահայտնի կապիտուլյացիան պատիվ ունեմ է Սերժ Սարգսյանի կապիտուլյացիան էր 2018 թվականին հայ ժողովրդի առաջ։ Երկրորդը 2018 թվականին, այո։ Երկրորդը ուզում եմ ասել, որ երբ որ դու ասում ես, որ տրամաբանությունը հենա, որ իրանք հայտնի է ոճը եւ դրանով է հիմնավորում առանց տեքստի հետ ծանոթանալու, դա անլուրջ տպավորություն է տոնում, դա քաղաքական գործին վայել գործելավոճ չի։ Բազմիցս հայտարարվել, որ բոլոր կետերը վերաբերում են երկու կողմերին։ Եթե օրինակ այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի։ Ասենք մարդ ինչքան կարելի է նույն անիմաստ խոսակցությունը կրկնել։